Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Բարև ձեզ, առաջինի եթերում բանավեճն է, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր ես եւ իմ հյուրերը քննարկելու ենք մի շատ կարևոր թեմա, զինվորական ծառայության մասին փոփոխությունների օրինագիծը, որը մայիսի 22-ին ստացավ կառավարության դրական եզրակացությունը, առաջիկայում հունիսի 5-ը կներկայացվի արդեն ազգային ժողովի քննարկմանը, երկու խոսք նախագծի մասին։ Զինվորական ծառայության մասին փոփոխությունների նախագիծը առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության անցնել ընդամենը 1 ամիս և վճարել 24 միլիոն դրամ կամ պարտադիր զինվորական ծառայություն անցնել 4 ամսում և վճարել 18 միլիոն դրամ։ Մինչև 16 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրք սահմանել 15 միլիոն դրամ, պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք կնախատեսվի 32 տարեկանը, մինչև այս 27 տարեկաններ գործում։ Այս բավականին կարևոր թեմայի շուրջ մենք այսօր խոսելու ենք, բանավիճելու ենք ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովի, բարև ձեզ պարոն Վարդանով, եւ քաղաքագետ Հայկ Սահակյանի հետ, բարև ձեզ պարոն Սահակյան։ Պարոն Հայկ, առաջի հարցը հետևյալն է, ընդհանուր ձեր վերաբերմունքը կապված այս նախագծի հետ, պարոն Վարդանով, խնդրեմ։ Այս օրինագիծը մի քանի հարթության մեջ է պետք դիտարկել։ Առաջինը իր պրակտիկ, ասենք, կիրառությունը, դա երևի ցանկացած օրենքի ամենակարևոր հատվածն է, բարոյական, ասենք հարթությունն է պետք գնահատել բավականին անաչառ հայացքների տակ էլի, ոնց որ չի կարելի շատ էմոցիոնալ բան անել, որ ոնց որ ասել է ինչ-որ մեկը կամ օրենքը առաջաքաշել ինչ-որ երես փախան, որ ինչ է սիրում, ուրեմն պիտի բանն, չէ, պիտի մի քիչ առողջ դատենք, էլի։ Ինքը հետագայի մեջ լուրջ դեր կարա խաղալ։ Ես այնքան կողմնակից չեմ, այն ինչ-որ ասենք վարչապետի գլխավորած այդ կառույցը, Սովմինը, խորհուրդը նախարարների, որ ընդունել է, երես փոխանի ծրագիրը այնտեղ չկար 4 ամիս, այնտեղ կար ուրեմն 6 ամիս, 1 տարի, մի ամիսն էլ կար։ Մի ամիսը ես կտրականապես դեմ էի համարում, որովհետև ինքը կիրառելիության տեսակետից 0 իմաստ ունի, 0, աբսոլյուտ 0, էլի, այնքան որ ասենք փորձում էին ինչ-որտեղ մոլորեցնել այդ մի ամսով, որ մարդը ինքն էլ է ծառայել։ Պարոն գնդապետ ասել է սովորել շարային քայլով 3 քայլ կարա ճակատագրի։ Վայրենի բիլետ ունի։ Հա, ես 6 ամիսը համարում էի ոչ խելամիտ, ավելի խելամիտ էի համարում 1 տարին, բայց հետնել պարտադիր պայման, որ առաջիկա, ասենք 10 տարվա մեջ ամեն տարի կամ 1.5 տարի, իսկ հնարավոր է 2 տարի, նայած ասենք մեր ծրագրերը 25 օրյա հավաքներին բոլոր այդ բանից գումարով արտոնություններ ստացողները պարտադիր մասնակցեն 25 օրյա բաներին, ասենք հավաքներին։ Որքանով ես հասկանում եմ, այո, պիտի մասնակցեն, բայց իրանք պիտի առաջնահերթ մասնակցեն։ Ու խնդիրը այն չի, որ մենակ սոցիալական է, էլի։ Այդ մարդկանց կյանքի մասին էլ է պետք մտածել։ Ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այդ թվում նաև փող ունեցողը, ինքը իրավունքներ ունի, որոնցից մեկը կյանքի իրավունքն է։ Եթե ինքը մի ամիս է ծառայել, ենթադրվում է, որ ինքը կարգին մարդ է, կարգին քաղաքացի է եւ չի խուսափելու պատերազմնական իրավիճակում իր ընտանիքը չի թողի, ասենք, բախտիքը մահաճույքին կամ ասենք թուրքերի լավատես, ասենք, բարի վերաբերմունքին հումանիտար եւ կեթա իր հայրենիքը պաշտպանելու։ Ինքը մեծ շանսեր ունի լինել թնդանոթի միս, զոհվել եւ ասենք հերոսաբար թաղվել, ասենք, Եռաբլուրում։ Իսկ կես տարին էլ նույնիսկ քիչ է, իսկ մի տարի ծառայածը դա ռեալ է, եթե դու պահպանում ես, ասենք, այդ 25 օրյա հավաքներին մասնակցելը իրենց առաջնահերթությունը, որ իրենք գան որոշակի մարտական գիտելիքների առումով, ունակությունների առումով, որոշակի վիճակի, որը թույլ չի տա իրանք թնդանոթի միս դառնան։ Պարոն Վարդանով, ես հիմա մի հատ բան եմ ասելու, եւ օրինակը բերելու եմ իմ վրա, որ որևէ մեկի համար դա չլինի պատճառ նեղանալու համար։ Ես 2 տարի եմ ծառայել բանակում, հատզվանկա, դզվանկա։ Եվ հիմա եթե ինձ տանեն
պատերազմ, ես լինելու եմ թնդանոթի միս, որովհետև ինձ ոչ մի բան չեն սովորեցրել բանակում։ Դա շատ վատ է, բայց դա չի նշանակում։ Ես հասկանում եմ, բայց դա չի նշանակում, որ այդպես պիտի շարունակվի, չէ՞։ Մենք պլաց բանակ ենք կառուցել։ Բայց այդպես չի շարունակվում։ Ես բազմիցս ասել եմ, այդ թվում նաև ասենք մեր իրար հետ սերվիսների մեջ եմ ասել, որ նաև եթերում, որ մենք պլաց բանակ ենք կառուցել։ Ինչի համար պլաց, նայենք լավագույն զորամասը որն է Հայաստանի։ Հրացաններով վարժություններ անող զորամասը, պլացի վրա արտակարգ վարժություններ անող այն աստիճան, որ այնտեղ օտար ազգի, ասենք, ղեկավարություններ, գեներալից էր տեսնում, ու ասենք օրգազմիկ ուրախությունից ծափահարություններ են անում, ինքը լավագույն զորամասն է, մնացած զորքերը բոլորը զիջում են իրան, դա ինչ է նշանակում, գլխավոր շեշտը դրա վրա է, պլացում վարժություններ, շարային պատրաստության իմաստը ախր մենակ քայլելը չի, դա նաև հրամաններին ենթարկվելն է, դա ուսի զգացում, դա ընկերոջ ուսի զգացում, առաջ չընկնել, հետ չընկնել եւ այլն, բայց չգիտես խի մեր մոտ մենակ այդ առաջի այդ տարերն են բան անում։ Փաստորեն իր կիրառելիությունը մարտի դաշտում զրոյական է։ Մենք այդքան անդրադառնանք բան Վարդան, խնդրեմ բան Սահակյան, ձեր տեսակետը։ Ես ուզում եմ շարունակել ձեր միտքը, ես նույնպես 2 տարի ծառայել եմ եւ եթե հիմա ինձ տանեն մարտի դաշտ, ես զրոյական նշանակություն կունենամ այդ պարագայում, որովհետեւ մեր բանակի որակը այդ է եղել, իսկ դա նշանակում է, իսկ լավ, այդ մի կողմ թողնենք, 20 թվականի դեպքերը ակնհայտ ցույց տվեցին, որ մեր բանակը բարեփոխումների կարիք ունի։ Դա ակնհայտ էր, քննարկելու թեմա չի, տենց չգիտեմ էլի, բայց չի նշանակում բարեփոխումը, պետք է բերի բանակի քայքայման, բարոյազրկման, իր արժեքի ընկման, հանրության սոցիալական այդ վիճակով, այդ սեգրեգացիայի հիման վրա, տենց հանրությունների բաժանենք իրար մասերի եւ այլն եւ այլն, այսինքն բանն է, որ ասում եմ աչքը բուժել փոխարեն ինքնել հանենք, դա նորմալ մոտեցում չի։ Ընդհանրապես բոլոր բարեփոխումները ճակերտել, որ նախաձեռնել են Նիկոլ Փաշինյանը եւ ընկերները այդ կորպորացիան, միշտ ձախողվել է։ Ես չգիտեմ մի բարեփոխում, որ իրենք այլ են եւ հաջողվել է։ Այնպես որ բանակից բարեփոխումը, ճակերտել բարեփոխումը, եթե մենք դուրս են գալիս են տեսենք ինձ, որ իրենք այնուամենայնիվ ուզում են բարեփոխեն, լավ տեղ չի տանելու։ Ինչու, որովհետեւ այս նույն սկզբունքով, ոնց որ իրենք են բերել, այս օրենքը առաջ են քաշել, կա համաշխարհային փորձ, որը ցույց է տալիս այս կետը հարուստները, երբ որ փողի դիմաց հարուստները դուրս են գալիս եւ աղքատները այսպես կոչված իրենց տեղ ծառայում են, աշխարհում 4 անգամ նման փորձ է տեղ ունեցել եւ 4 անգամն էլ ձախողվել է։ Այդ ձախողումների հետևանքով եղել են սոցիալական խորը բաներ, հակասություններ հանրության մեջ, բանակը հեղինակազրկվել է որպես ինստիտուտ, պետական ինստիտուտ, բոլոր այդ 4 դեպքերում էլ նույն ձևով է եղել եւ քաղաքական խորը ճգնաժամեր են եղել եւ կառավար ուժի փոփոխություն է տեղի ունեցել։ Այսինքն կա փորձ, որը ցույց է տալիս, որ լավագույն ճանապարհը չի։ Ես ոնց ասեմ, էլի չարժե այս մեր կառավարիչներին ապացուցելու համար, որ իրենք սխալ են, նման փորձի գնանք, որպեսզի բան այնպես պետություն կորցնեն կամ, չգիտեմ, անվտանգային նման խնդիրներ ունենալով հանդերձ բանակը լրիվ հավին են առանցայնել, ինքը լավագույն վիճակում չի։ Որ մասի վրա, որ ասպեկտի վրա ավելի շատ շեշտադրում կատարենք, դե եկեք դրա մասին քիչ խոսենք, որպեսզի ոչ թե քննադատենք անընդհատ, այլ փորձենք ինչ-որ լուծումներ առաջ քաշել, որովհետև իրանցից լավ բան, որևէ լավ բան ես սպասելիք չունեմ, էլի։ Ես հարգելի հեռուստադիտողներ, գործընկերներ, նաև իմ կարծիքը ձեր թույլտվությամբ ներկայացնեմ շատ կարճ։ Ես մի կողմից համաձայն եմ, որ այս որոշումով մենք չենք կարող հասնել լուրջ ռադիկալ դրական փոփոխությունների, բայց կա նաև երկրորդ կողմը, ավելի լավ է անել ինչ-որ բան, քան թե չանել ընդհանրապես ոչ մի բան։ Եվ ես ասեմ ինչու։ Բոլորիս հայտնի է, որ մեր բանակում բավականին լուրջ թվով տղամարդիկ չեն ծառայում ընդհանրապես, առողջ տղամարդիկ։ Դա արվում է կաշառքների միջոցով, բժիշկներին են կաշառք տալի, զինկոմիսարիատներում են կաշառք տալի, մարդիկ, որոնք որ պետք է հայրենիքի պաշտպանության գործով զբաղվեն, չեն զբաղվում դրանով։ Այսինքն խնդիրը առկա է։ Եվ եթե մենք այս օրենքը չենք ընդունում, այդ չծառայողները շարունակելու են չծառայել։ Այստեղ բերեմ մեկ համեմատություն, ինքը բարոյականությունից շատ հեռու է, բայց ցավոք քաղաքականությունը մի ակնհայտ քաղաքական որոշում է, բարոյականությունը եւ քաղաքականությունը ոչ թե երբեմն, այլ 90%-ի դեպքում չեն համընկնում իրար հետ։ Մարմնավաճառները։ Մենք անընդհատ սա քննարկվում է տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում մարմնավաճառության լեգալիզացումը, որքանով է դա պետք կամ ոչ պետք չի։
Եվ նշվում է, որ սա անբարոյական է, անբարոյականներին լեգալիզացնել։ Ես կարծում եմ, որ սա անբարոյական չէ, որովհետև այդ երևույթը դրանից ոչ միտեղ չի կորչում։ Մարմնավաճառները շարունակում են աշխատել, սա արվում է ապօրինի, նրանք փող են աշխատում, իսկ վաղը մենք բոլորս, հա, երբ որ հասնում են այդ թոշակի տարիքի, օրինակ, մենք մեր հաշվին իրենց թոշակ ենք տալիս։ Որքանով է սա արդար, որքանով է սա ճիշտ եւ որքանով է սա նպատակահարմար։ Կարծում եմ հարցը հնչում է հռետորական։ Հիմա անդրադառնանք բանակին։ Եթե այս օրենքը չի ընդունվում, մարդիկ ովքեր չեն ծառայել եւ չեն ծառայելու, շարունակելու են չծառայել։ Ուղղակի այս գումարները բյուջետ չեն գալու։ Այսինքն նորից այս մարդիկ չեն ծառայելու մեր հաշվին։ Եվ այդ թվում նաև այդ 25 օրյա հավաքներին չեն մասնակցել։ Այս դեպքում գոնե մասնակցել են։ Բայց այստեղ էլ կա շատ հարցեր։ Օրինակ ես արդեն անդրադառնամ մեր հյուրերին, պարոն Վարդանով, հարցը այսպեսին է։ Ընդունենք, որ օրենքը ընդունվում է։ Մարդը գալիս է զորամաս։ Ինքը ծառայում է 1 ամիս։ Այն մեկը գալիս է զորամաս, ծառայում է 4 ամիս։ Եվ գալիս են սովորական, հա, մարդը, որը չի վճարել, փող չունի կամ չի ցանկանում վճարել, ծառայում է 2 տարի։ Այդ ուսումնական ծրագրերը ոնց պետք է մշակվեն։ Հանրապես ուսումնական ծրագրերը կես տարով է։ Ես երբ որ ասում եմ, որ 1 ամիսը ոչ մի դեպքում, որտեղ 1 ամիսը անգամ կարանտինի ժամկետը չի փակում, էլ։ Կարանտինը 40 օր է։ Այդ ոնց կլինի, երիտասարդ զինվորի դաս, հա, կուրս մալադովը բայց է։ 40 օրվա ծրագիր է ինքը։ 4 ամիսը էլի չի ներառում իր մեջ այդ կես տարվա դասընթացը, ասենք ամառային կամ ձմեռային, թե մեր մոտ աշնան գարունա։ Շատ լուրջ խնդրեմ առաջանում։ Կես տարի հələ մի ձև կարելի է ոնց որ ասած կուտվի, որտեղ մի ուչեբնի պերիոդ մեջը ներառված է լինում։ 1 տարի շատ ցանկալի է, որովհետև տարվա մեջ ինքը ցանկացած, ասենք, եղանակի պայմաններում զինվորական գործի հետ առնչվում է։ Իսկ պատերազմը այնպես չէ, որ պատվերով լինելու է անպայման հունիս ամսի, ասենք 15-ից մինչև օգոստոսի 15-ը, որ շատ կոմֆորտել է։ Ինքը կարող լինի փետրվարին, սարերում շատ դժվար է, ասենք փետրվար ամսին ընդհանրապես կացություն ապահովել մարդու կենցաղը տարական, ու եթե դու ասենք զինվորական ծառայություն չես տեսել ձմռան պայմաններում սարերում, շատ լուրջ խնդրեմ է լինելու։ Հիշենք, ասենք թուրքական բանակի ոչնչացումը առաջի համաշխարհային սկզբին, երբ որ իրենք հանճարեղ Նապոլեոնի, ասենք, կներեք Էնվեր Փաշայի դա բանա վրիպում չէր, ուրեմն Էնվեր Փաշայի գլխավորությամբ փորձեցին սարերով անակնկալի բերեն ռուսական բանակը։ Ուղղակի պրծավ դաշտային 3-րդ բանակը, թուրքական պրծավ, վերջացավ, զոհված, մահացած, իրանց երևի չեն էս բանը ռուսները, մահացել են ցրտից, հիվանդություններից, ինվալիդներ, ցրտահարությունից, եւ ընդ կարծեմ 15 թե 20% անձնակազմը քիչ թե շատ ունակ եղել ինչ-որ բան անել ու արել են ինչ-որ բան այդ վիրավորներին եւ դիակները իջեցնելով էին զբաղված։ Չի կարելի, ասենք, մարդու կյանքին այտենց թեթև նայել, ոնց որ նայել է Էնվեր Փաշան, իր, ասենք, փաստացի թնդանոթի միս ասքյարներին։ Չի կարելի այտենց նայել։ Մանավանդ երբ որ մենք ընդհանրապես թնդանոթի միս չունենք, էլ ցավոք։ Պիտի չունենաս։ Այդ քանակն էլ չունենք։ Պիտի չունենաս։ Նույնիսկ եթե ասենք 20 հոգի չէ, 20 միլիոն բնակչություն ունես, պիտի չունենաս, որովհետև դու 120 միլիոն թուրքական էթնոսով շրջապատված ես։ 120 միլիոնից ամենակիչը 90 միլիոնը քեզ ուտել է ուզում։ Այն 30-ը կարա ուտի, կարա չուտի, նայած այատոլաները ոնց կասեն։ Ու մենք լինելով, ասենք, իրենց թվով զիջող, փողով զիջող, ամեն ինչով զիջող, բացի ասենք ապրելու ցանկությունից, այդ հարցում մենք իրանց չենք զիջում, ու մենք մեզ թույլ տանք թնդանոթի միս ունենալ։ Ես դուք էլ նշեցիք, կներեք բարոյական տեսանկյունը, բարոյական հատվածը, ենթադրենք այս մարդիկ իրար հետ ծառայում են, բայց թե բարոյական խնդիր էլ կա, չէ՞, 24 ամիս ծառայողը, 1 ամիս ծառայողի վրա ոնց է նայելու։ Իր վրա ինչ հարաբերություններ են ձևավորվում։ Դա բավականին լուրջ է, ու եթե մենք դրան ուշադրություն չդարձնենք, հետո հետևանքներ կունենանք։ Ես երբ որ 1.5 տարի ծառայության մասին խոսակցություններ հետո երևի սրանից մի 10 տարի առաջ, որ կես տարով կրճատել, ավելի շատ ռեզերվիստներին դասեր անել, այդ ժամանակ ուրեմն մի երիտասարդի հետ էի խոսում, ու համեմատ երիտասարդի հետ, ով որ կոշում էր որոշ ժամանակ անցկացրել եւ Սևանի գաղութում, ինքը ասաց, որ
սաղս մի խնդրի մեջ ենք, բայց այնքան վատ են իրար վերաբերվում, որով մարդիկ, ովքեր որ 2 տարի պետք է նստեն, վերաբերվում են վատ ընդրան, որ մի տարի պետք է նստի, նախանձով են լցված, միշտ փորձում են ինչ-որ մի բան, ասենք, ոտի տակ դնեն, անունասապոնական բանանի կլեպ, ասենց ինչ-որ խնդիրներ առաջանում, որովհետև մարդկային տարական, մարդկային ինչ-որ տեղ ոնց ասեմ, կենթանական նաև ասենք բնազդները նենց չի էլի, որ կարաս ոչ միտեղ չեն կորել ոնց կորել։ Եվ խորանալու է դա ամենը։ Բայց դրա լուծումները երևի կան, երևի ինչ-որ բան մտածել են մարդիկ, բայց կարծում եմ կիրառական տեսակետից հələ բարոյականը չեմ ուզում էլի շատ քննարկենք, որտեղ բարոյականը անսահմանափակ ժամանակ կտանի մեր զրույցից։ Սոցիալական անարդարություն, հարուստ աղքատ, էշեր, որ իրենց ընտանիքները ասենք կսննկացնեն մենակ թե իրանց բալեն տղամարդ չդառնա, միջև 60 տարեկան բալահորթ լինի, ասենք, այդ սա գցենք միան, զուտ կիրառելությունը մարտի դաշտում, ենթադրենք իրենք կարգին տղեկ են, ցանկանանք ու ասենք թե մեր ցանկությունը կատարվեց, ախր իրանք 0 են լինելու։ Ես բազմիցս ասել եմ, ասենք, պատմել եմ մի իրավիճակ 20 թվականին, երբ որ մեր գումարտակը եկավ Կարմիր շուկա եւ Թաղավարտ։ Այնտեղ 2 գումարտակ, Թալիշի գումարտակը եւ Ցորի գումարտակը իրար կպցրած մեր գումարտակի կեսից քիչ էր։ Ինչի համար։ Հա ու ինչ տղեկ էին։ Խիզախ, գլուխ հանող, ասենք, մարտական գործից, լավն էին։ Բա ինչի հաշվին։ Թնդանոթի միս լինելու հաշվին։ 300 հոգին, մի մասը զոհվել է, մի մասը վիրավորվել է, մի մասը դասալիք է դարել, այս մի մասն էլ ասենք, որ տղամարդկություն ուներ ու մի քիչ հմուտ է եղել, մի քիչ արագ է շարժվել, չի զոհվել, չի վիրավորվել, դարել է կարգին զինվոր։ Այ 1/5-ն է այտենց սովորում հիմնականում։ Մենք կարանք այտենց շռայլություն մեզ թույլ տանք, ենթադրենք ունենանք 50,000-անոց զինված ուժեր եւ 40,000-ը դառնան 200, 300 եւ 500, հա, այդ բանը ռուսական կվալիֆիկացիայով կռուզերը, то есть զոհվեն, վիրավորվեն եւ դասալիք դառնան։ Մենք դրա հնարավորություն ունենք։ Հարցը հրետորական է։ Պարոն Սահակյան, անդրադառնանք նաև խնդրին քաղաքական տեսանկյունից, դուք քաղաքագետ եք, ես օրինակ կարծում եմ, որ այս որոշումը, կիսատ որոշումը, որ դեռ չի ընդունվել, քննարկումները շարունակում են, իր հիմքում բացահայտ ունի նաև քաղաքական գործոն, նախընտրական գործոն, որովհետև մեր երկրում, ես դրանում վստահ եմ, կան մարդիկ, որոնք ողջունում են այս որոշումը, որովհետև այս որոշման միջոցով գլուխները չի ցավալ, պետք չի լինելու գնա կաշառք տալ, մարդ գտնել, ծանոթ գտնել, սա ասենք գիտենք ոնց է դա արվում։ Գտնում ես օրինական պետական վճարումը անում ես ու խնդիրը լուծված է քո համար։ Եվ դու այդպիսի մարդը ինքը վստահ է լինելու, ինքը շահագրգռված է, որպեսզի ԿՊ-ն, որ այս որոշումը ընդունել, շարունակի մնա իշխանություն, որ վաղը նոր իշխանություն չկա, այդ որոշումը հետ չկանչի։ Խնդրեմ ձեր տեսակետը։ Հա, հիանալի մեկնաբանություն է, որովհետև ամեն ինչ այդպես խորքում հենց այդ հաշվեք նաև կա։ Վերջի սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ Նիկոլի եւ ԿՊ-ի վարկանիշը շատ ցածր է, մի խոսքով այդ ցածր վարկանիշի պայմաններում ընտրությունների գնալը լուրջ խնդիրներ է առաջացնում վերարտադրվելու համար եւ պետք է որոշակի լուծումներ գտնեն եւ սա հենց այդ լուծումներից մեկն է, որ այո, կոպիտ ասած գտնվել են այն 70%-ը, այն մարդկանցից ովքեր փորձում են չմասնակցել քաղաքական process-ների, որոշակի մարդիկ բերեն, այդ մարդիկ են հենց ովքեր որ ասենք ծանոթ չունեն, ծանոթ գեներալ ոչ բոլորը ունեն, այո։ Հենց այդ ծանոթ, բայց փող ունեն, ասենք որոշակի ինչ-որ բանկան նորը հայտ բանես օլիգարխիայից են բանա, ասենք ինչ-որ եւ իրենք հենց այդտեղ տեսնում են լուծումներ իրենց համար եւ իրենց ողջունի համար։ Կարծում որ դա լուծում է։ Իհարկե դա լուծում չի, բայց լինելու փող ունեցող հիմարներ միշտ չնչին տոկոս են լինելու, ու տոկոս չի ավելացնելու։ Համաձայն եմ ձեր հետ, ու դեռ մանիպուլյացիա կա, որպես ինքը նոնսենս է, էլի։ Հենց այդտեղ էլ է մանիպուլյացիան, որ ասում են շատ կարևոր մաս է։ Հիմա կանդրադառնամ, հարց եմ տալի, բայց դեպքում ինչ են առաջ քաշել սա։ Հեսակացն բայց կգան այդ ամեն ինչը։ Տեսեք, մանիպուլյացիան հենց այդտեղ է, որ ասում են հազարավոր մարդիկ, 10000-ավոր մարդիկ բան փախնում են բանակից բան, ես չգիտեմ 10000-ներով փախնեն թե չէ, բայց 100,000-ներով գնում ծառայում են։
Դրա մասին չեն խոսում, խոսում են մի քանի ասենք ով ունի այդ 24 միլիոնը պատկերացեք, ես մի տղա ունեմ, այսօր մի հատ տղա ունենամ, որ մեկին եմ ասենք բանանելու։ Մեր քաղաքական տանը մեկին չտամ, մեր քաղաքական վերնախավը խնդրում եմ ուսումնասիրեք եւ իշխանությունը եւ ընդդիմությունը եւ տեսեք քանի տոկոսն է բանակում ծառայել։ Քաղաքական վերնախավը դա փոքրամասնությունն է։ Ինչու է ուրիշ հարց է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ իրենք։ Չէ, իրանք ոչ մեկ թող ինձանից լավը չլինի կամ իմ երեխայից։ Ջան, ախր իրանք երիտասարդ են, դեռ իրանք զավակները բանակ գնալու չեն, ոնց որ ասած, չէ՞ ասենք։ Բայց հիմա իրենք են դնում։ Չեմ կարծում, այդտեղ բան չկա էլի, ռացիոնալնի զեռնո չկա, 1000 ներողություն էլ ռուսերեն բառը շատ եմ օգտագործում, կրթությունս ռուսական է, չկա այդ ռացիոնալնի զեռնո, որովհետև շատ չնչին տոկոս մարդ առնելու, ով որ գերադասելու է, որ իր տղեն մարտունակ չլինի, տղամարդ չդառնա, որովհետև չի հասցնի ինքը տղամարդանա, որցանա, այն ոնց որ շունը ունի ինչ որ ժամկետ, ասենք 1.5 տարեկանից հետո մածիրեց անում, սկսում է լայնանալ, բանը, տենց մարդը ունի, ասենք տղամարդանալու ինչ որ ժամանակաշրջան։ Ու եթե տղամարդանալու ժամանակաշրջանում մարդուն կամ ինչ որ կենթանուն, երբ որ ինքը հասունանում է, դու իրան համապատասխան գործով չես ապահովում, ինքը մնում է շինոկ վիճակում, ինքը մնում է թուլա, այդ ով է երազում իր զավակը թուլա մնա։ Ես ճիշտ կներեք, պարոն Վարդանով իր աշտարակից է դիտարկում իրավիճակը, ես համաձայն եմ Բայց արդյոք շատերն են այդպես մտածում մեր հասարակությունում։ Ոչ, դա քարոզի հետևանք է լինել, որ շատերը այդպես մտածեն, շատերը այդպես չեն մտածում, բայց հիմա մանիպուլյացիան, ինֆորմացիոն այդ մանիպուլյացիաներից ասում են հազարներով, տասնյակ հազարներով փախի գնացել են։ Այդ փախնող գնացողների մի մասն էլ ճիշտ ասած դրա մասին շատ չի խոսվում, որովհետև դա ազգային եւ զուտ մարդկային է, տեսանք ինձ դժբախտություն է, այնա Ռուսաստանի եւ Ուկրաինան մահանում են։ Էթնիկ հայեր գնացել են լրիվ ուրիշ պատերազմում մահանում են։ Այդ մարդիկ փախել էին Արցախյան պատերազմից, գնացել են այնտեղ իրենց տանում ուրիշտեղ օգտագործում են, դա լուծում չի։ Մահացած, որը Ղարաբաղից այս 23 թվականի էթնիկ զտումից գնացել է Ռուսաստան եւ զոհվել է։ Այո, դա լուծում չի, այսինքն սեփական պետության անվտանգությունը լուծելը, թողնենք ելեն գնանք մի հատ ուրիշտեղ եւ այնտեղ դառնանք ուրիշի բան, դա լավագույն լուծում չի հաստատ։ Բայց տեսեք, ես էլ եմ ասում, անում այդ դեպքում։ Ինչու են անում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ես ենթադրություն եմ անում, բայց քաղաքական բաներով էլի պարտավորություններ ունի եւ այդ պարտավորությունների մասին Ալիևը մի քանի անգամ խոսել է եւ ասել է որ Հայաստանը պետքա չունենա մարտունակ բանակ կամ պետքա այդ բանակը որոշակի ձև ունենա, օրինակ սահմանապահ զորքեր պետք է ունենան եւ այդ մասին նաեւ Նիկոլն է խոսում։ Սահմանապահ զորքերը պարոն Վարդանովը ինձ լավ կասի։ Դա չի ենթադրում, ասենք, բանը հոբ, չի ենթադրում տանկային եսի մինչեւ բան ասում ենք, սահմանապահ զորքերն շնիկով եւ ավտոմատով տվեն, որ կարա իրան թույլ տա մի քանի ամիս ծառայի։ Ես այդպես եմ ենթադրում։ Եվ այդ տեսանկյունից Հայաստանը պարտավորություն ունի, Հայաստանը չասենք լավ Նիկոլ Փաշինյանը պարտավորություն ունի Ալիևի առջև, մեր բանակը կրճատելու, բարոյազրկելու, թուլացնելու եւ Հայաստան դարձնելու ոչ ռազմական Հակաշները եւ Ցեզարները ինչի համար են բերում։ Ձևի համար են բերում։ Մենք իրար ընդհատելու իրավունք ունենք, չէ՞։ Ունեք, իհարկե, սա բանալի չէ։ Բանը սահմանապահ զորքերի գործառույթները այդքան հասարակ չեն, էլի ոնց որ թվում է։ Դե դրա համար էս համարում որ դուք սահմանապահները իրենք պահպանություն են անում, ոնց որ դիրքապահը անհրաժեշտության դեպքում անցնում են պաշտպանության։ Պաստորեն ինքը նույն դիրքապահն է։ Իսկ մեր դիրքապահները, որ մեր ազգի լավագույն տարերն են, սերուցքին են մենակ զիջում կամավորներին։ Всё, այլ մարդ չկա, ով իրանցից վերև է, երկրի ղեկավարություն, միլիարդատերեր բան, իրենք սաղ կամավորներից եւ դիրքապահներից սոցիալ, ասենք, աստիճանով ցածր են։ То есть լավագույն տղեկներ։ Սահմանապահ նույնն է։ Սահմանապահի խնդրեմը ուրիշ բանի մեջ է, ինքը չունի ծանր զենք։ Ինքը այդ առաջնագծի պահող է լինելու ոնց որ սովորական դիրքապահները, բայց ինքը չունի ծանր զենք։ Ծանր զենքը ադրբեջանականը ունի։ Ինքը ունի թեթև հրետանի, այդ թվում, ասենք, ականանետեր։ Ռոտնի, մինամյոտ, բատալյոնի, այդ ամեն ինչը մեր սահմանապահներն ունեն։ Չէ, մեր սահմանապահներն էլ դրա ունեն։ Խնդիրը ուրիշ բանի մեջ է, համագործակցություն այն զինված ուժերի հետ, ովքեր որ մասնագիտական ծանր զենքերով քո մեջքի հետևը կանգնած են։ Սահմանապահը ինչի համար է, ոնց որ դիրքապահը ինքը առաջի հարվածները պահելու համար է, միջև գան ծանր զենքերով համալրումները, մոբը,
բանը զրահատանկային, արտիլերիան եւ այլն։ То есть ինքը փաստորեն մեր բանակի զգալի մասը արդեն սահմանապահ է, արդեն սահմանապահ։ Մենք իրենց փոխենք, եթե ասենք սա ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի մեջ կամ ԱԱԾ-ից առանձնացնենք ու սահմանապահ զորքեր ունենանք, բնույթը չի փոխվում իրանց գործողությունների։ Մենք ուղղակի, քանի որ մարդը մարդու հետ ըսկի նորմալ լեզու չի կարող գտնի հայերի մոտ, մենք տարակարծությունների այն ամենահարուստ հատվածից չենք օգտվում, մենք որ օգուտ քաղես, մենք հակառակը իրար հետ թշնամանում ենք, իրար վրա սկսում ենք հաչալ, ոտերից կծել մեկը մյուսին։ Կարծում եմ, որ շատ դժվար է լինելու համագործակցություն կազմակերպել երկու տարբեր նախարարությունների ԱԱԾ-ի կամ առանձին սահմանապահ զորքերի եւ ասենք պաշտպանության նախարարության ծանր զենքերի, որտեղ եթե ծանր զենքերը չգան օգնության սահմանապահների կամ դիրքապահներին այսօրով դա երկար չի կարող տևի։ Երկար չի կարող 44 օրյան։ Այո։ Պարոն Սահակյան, նաև հետևել հարցը, եւ պարոն Վարդանովը եւ դուք նշում եք, որ այդքան էլ շատ չեն մարդիկ, որոնք պատրաստ են 18 կամ 24 միլիոնը վճարել, շատ չեն։ Լավ, եթե շատ չեն, խնդիրը ինչու՞մ է։ Ոնց բարոյա զրկում եւ բարոյա լքում է բանակը։ Իսկ երբ որ դուք գիտեք, դա դառնում է բարոյա զրկում չի, բարոյա զրկում աղքատների բանակ։ Ես մի հատ բան ցած հիշեցնեմ, ժամանակին Սեյրան Օհանյանը, որը ունի շատ դրական եւ շատ բացասական կողմը, լինելով պաշտպանության նախարար, ես ընտեղ էի։ Լրագրողները մոտեցան, ասացին, պարոն նախարար, ինչպես է այդպես ստացվում, որ բանակում մեն աղքատներն են ծառայում։ Ինչպես է այնպես ստացվում, այդ Սերժի տարիներին անդադ մարդ էին, չէ՞, սպանում սահմանում ադրբեջանցիները, որ մահացողները միշտ աղքատ են, աղքատ ընտանիքներից են։ Ինքը աչքերը իջեցրեց, բարձրացրեց, ասեց, ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել։ Իսկ ես կարող եմ։ Ես այդ նույն բանակում ծառայել, դուք եք ծառայել, դուք եք գիտեք խնդիրը։ Կառավարման խնդիրը, հարգելիս, կառավարման խնդիրը։ Դե հիմա սա բարոյական խնդիր չի, սա մեզ համար սոցիալական անարդարություն չի, որ բանակում միայն աղքատներ են ծառայում։ Իհարկե, բայց դա չի նշանակում, որ դա պետք է օրինականացնենք։ Չենք օրինականացնում։ Ինչ է կանում։ Ոնց որ ձեր օրինակ որ բերեցիք, չէ՞, մարմնավաճառների հետ կապված, հա, շատ լավ օրինակ է, բայց մարմնավաճառությունը, ինչպես նաև հանցագործությունը եւ մարդասպանությունը բոլոր տեսակի հանցագործությունները, մարդիկ ինչքան եղել են, աբերից եւ կայից ինչ եղել լինելու է։ Այդ ինչ նշանակում է բռնենք դա օրինականացնենք։ Մարդ սպանելու համար ցես լիցենզիա տանք, ասենք ապրես։ Սա լեզ արդեն այլ հաղթություն է։ Բան նույն բանն են անում, հիմա նույն բանակում են անում ընդհանրապես։ Այս հիմա չենք անում։ Փողը տալիսը չի գնում։ Չի տալի հարուստը, դիմա բժշկին է տալի։ Բժշկին է տալի։ Այդտենց առնելը դա նոնսենս է։ Իհարկե։ Կոռուպցիայի դեմ պայքարել է պետք։ Կարող չես կարող ասենք բժիշկների ախից գան ովքեր որ եսիմ ինչ են անում, ասենք հիվանդանոցները փակեն։ Դա կարճ ասած դա նոնսենս է, դա ոնց որ ասած մահնա է այդ գծագիրը օրենքի նախագիծը առաջ տանելու։ Ես էլ եմ ասում, միգուցե ինչ որտեղ ռացիոնալնես կա դրա մեջ ասենք, բայց 1 տարի ոչ պակաս ծառայելուց հետո ու ասեմ, ես մի հատ խորամանկություն եմ տենում, որը որ կարող է լինի 1 տարի ծառայության հնարավոր է բոլորը անցնել, բացի մասնագիտական զորքերից, հնարավոր է։ Եվ հիմա ասենք փորձելու են հարուստներին կթեն, միջև անցնելը, որ իրանք արագի մեջ իրանց ասենք զավակներին բերեն, այդ մի տարվա ծառայության տակ ասենք մուծվեն, ազատեն իրանց, հետո օրենք ընդունեն, որ մի տարվա ծառայությունը հնարավոր է դա լինի։ Հաշվի առնելով մենք ֆինանսական ինչ ծանր բեռի տակ մտանք վերջերս, ես զարմացած էի ճիշտ ասած այդ 7%-ի, որովհետև ինքը բավականին ծանր տոկոս է, 7%-ով բանը պարտատոմսերը տեղադրելը դա բավականին ծանր բեռ է ֆինանսական, էլի։ Մտածեցի երևի ես ֆինանսական բանին չեմ հետևում, բայց այդ տոկոսը լսելով մի քիչ բան եղա էլի, շատ ծանր վիճակ է երևի մոտներս, որ այդ ա եղել ֆինանսական։ Կարող է այս ձևով փորձում են ինչ որտեղ մեղմեն ֆինանս հավաքեն։ Հիմա որտեղ ասես ֆինանս են հավաքում, չգիտեմ։ Ոչ արդյունավետ կառավարման հետևանքով սենց է լինում։ Հա, դա ուրիշ բան է, էլի ասենք, բայց ես ոչ հերքում եմ, ոչ ասում եմ այո, բայց բանա, որ սա կարա ուղղակի ինչ որտեղ խորամանկ փող հավաքելու ձևը լինի, դա հնարավոր է։ Մենք մասնագիտականով հիմա կշարունակենք, պարոն Վարդանով, պարոն Սահակյան, այսպեսի հարց։ Իսկ արդյոք սա չի նշանակում, որ սրանով ՔՊ-ն իշխանությունը փաստացի ընդունում է, որ կոռուպցիայի հետ պայքարը ինքը տապալել է եւ նույն այս խնդիրը լուծել կոռուպցիայի հետ պայքարելով զինկոմիսարիատների հետ, գեներալների հետ, բժիշկների հետ
անհնար է եւ որ եթե չես կարողանում պայքարել, ուրեմն պետք է լեգալիզացնես։ Անհնար չի, ոչ, անհնար չի։ Եղել են բազում առաջարկներ, ռացիոնալ առաջարկներ, իրական բարեփոխումներ, որոնք կպնմերժել է եւ բերել է հիմար այս սկանդալի օրինակ, որոնք են դրանք։ Ես հիմա դրանք այդքան երկար բարակ չեմ ասի, կան բաներ, այդ ռազմա հայրենասիրական կառույցներ կային Ազատազենի հետ, ՈՄԱ-ի հետ, բանի հետ, որ համագործակցում էին Նարեկ Ներսիսյան եւ այլն բան, պարոն Արզումանյանը եւ այլն, այդպես մեծ փաթեթ կար, որ իրենք բարեփոխումներ համապարփակ անվտանգության այդ արդեն շատ հայտնի է, էլի դրա մասին էլ չեմ ուզում ասեմ, բայց այդ էլ այսինքն դա լուծում, այդ կոռուպցիա դեմ պայքարի ձևն է կա, էլի, հասկանում եք, նշի որ չկա աշխարհում մեկ անգամ չի որ ստացվել է, էլի, բանի պես է, էլի, ասենք մարմնավաճառության պես է, իշքամ իր դեմ պայքարում ես, ինքը մեկը իր ձևերը քրտում է։ Ես իզուր չէ, միանշանակ բայց կարա շապերը մեծացնես եւ փոքրացնես։ Բանը պլանկ են բարձրացնել, ասենք, որ ամեն քայլափոխի վրա չհանդիպես, դժվարացնես կոռուպցիոներների կյանքը ինչքան հնարավոր է։ Դա կարելի է, ես չեմ կարծում, որ այո, ինքը անվերջ process է։ Ես հիշում եմ, ասենք, դեռևս իմ ուսանող տարիներին, երբ որ բանում պետհամալսարանում էի սովորում իրավաբանական բանո կրիմինալիստիկայի դասախոսներ ինքը շատ հետաքրքիր բան ասաց էլի ուրեմն այդ վաղ նոր բաներն էին այդ օրգանիզովանի պրեստուպնեստ էլի այդ կազմակերպված հանցագործության բաները ոնց որ ասած բան էին ելել ու դասախոս երևի չունեին որ դրանից գլուխ էր հանում կրիմինալիստիկայի դասախոսներ դրա հետ կապված զրույցներ անում հենց այդ OPG-ների հետ այդ կազմակերպված հանցագործության բանի մասին զրույցեր հետում ու ես հարց տվեցի էլի ասեցի նոր երևույթ ասեց ոչ ուղղակի ասում է հանցագործ աշխարհն էլ է զարգացել ավելի հնարամիտ է տարբեր ասենք բանա սխեմաներ օգտագործում իր կառույցը ձևավորելուց եւ իր դեմ պայքարը պետք է ասենք զարգանա նույնը կոռուպցիան է մշտական process է կարճ ասած ինքը մշտական process է բայց եթե կոռուպցիան բանակի հետ կապված վերցնենք բանակում կոռուպցիայի դեմ պայքարելը շատ ավելի դժվար է ոչ միայն բանակում ցանկացած ուժային կառույցում կամ այն կառույցում որը որ գաղտնի sense թղթեր ունենում որտեղ գրած է գաղտնի շատ բարդ է Պետք է համապատասխան կառույց ոնց որ բաժիններ ունենան։ Մի քիչ բացենք, հանրությունը պետք է ավելի շատ մի քիչ մասնակցի լիքը։ Ես նույն հարցնամ կներեք ու դուք շարունակեք։ Ես լսել եմ այդպիսի շատ տեղերից եմ լսում արդյոք ովքեր փոխկապակցված են պաշտպանության նախարարության հետ, պնդում են, որ այս պահին պաշտպանության նախարարությունը ամենակոռումպացված համակարգն է։ Դա համաձայն է գնահատականի թե ոչ։ Չեմ կարող ասեմ, ճիշտն ասած, ես ոնց որ ասած հաճախ չեմ ամանչում կոպիտ բառեր խոսալ, երևի լսել եք, ինչը չգիտեմ, բայց որ ասենք անտիկոռուպցիոնն մեր մոտ աշխատում է համ բանակից դուրս, համ բանակում կոռուպցիայի դեմ պայքարայթում դա միանշանակ ուրիշ բան որ քաղաքության նոխազներին են բռնում թե սիստեմատիկ աշխատանք է, ես չգիտեմ, ես չեմ ուսումնասիրում, չեմ խորանում դրա մեջ, մի հատ բանի պատճառով էլի, ես ուղղակի չեմ հերիքի որ համ դրանով զբաղվեմ, համ զբաղվեմ դրանով, ինչով զբաղվում եմ, պաշտպանության, ասենք, համակարգի ուժեղացնելով։ Ժամանակին նորից հիշենք պարոն Սեյրան Օհանյանին, որպես պաշտպանության նախարար, ոչ թե դրա համար, որ ինքը ամենավատ պաշտպանության նախարարն է եղել, ոչ, շատ ավելի վատ պաշտպանության նախարարներ են ունեցել։ Ուղղակի մարդ, որը որ գտնվում էր այդ պահին պաշտպանության նախարարությունում, աշխատում էր, ինձ պատմել է մի դեպք, որ գեներալները, որոնք կաշառքով ազատում են զինվորական ծառայությունից շահագրգռված են, որպեսզի դիրքերում զինվորները հնարավորինս շատ մահանան, որովհետև դա բերում է մի վիճակի, երբ որ գները թանկանում է, եւ մենք էլ գիտենք, չէ՞, որ տարիների ընթացքում այդ բանակից ազատելու գինը անընդհատ բարձրացել է։ Ես չգիտեմ դա ճիշտ է թե ոչ։ Դա կոռուպցիոն պլանկայի բարձրացում է։ Այսպեսի բան կար։ Հիմա բայց դա սպանությունների ու զոհվելու հետ կապված չէ։ Հարցս հետեւյալն է հիմա, սա ուղղակի հարցս հետեւյալն է։ Իսկ արդյոք այս օրինագծի ընդունումը չի բերելու նրան, որ նորից բժիշկները շարունակելու են կամ չգիտեմ գեներալները, վայնկոմները, չգիտեմ դա ինչպես է արվում, ես մեխանիզմը չգիտեմ։ Ազատել մարդկանց բանակից, բայց օրինակ արդեն կես գնով։ Այո, 9 միլիոնով կամ 12 միլիոնով։ Ես էդի ասենք առաջինը, երբ որ թվերի մասին լսեցի, այդ վաղ էդի մտածեցի։ Ես չեմ հիմա ինչքան է։ Ով է ասում, որ ասենք էժանով գոյություն չունի, էլի ոնց որ ասում։ Կինը քիչացնեմ։ Էժանով էլի։ Ավելի էժան տարբերակները կան Facebook-ում այդ թեման արդեն պատտվում է։
5 միլիոնով տանում են պետություններ կան, որտեղ Հայաստանը բանում է, դες վիզայի բանի խնդիր չունի, գնում ես այնտեղ 5 միլիոն դրամի շրջանակներում տանում են մարդկանց, արդեն տուրիստական կազմակերպություններ կան, որ ասել են կարող են տանել բանես կոմենքում, այնտեղ քաղաքացիությունից կհրաժարվեն, փոքր տարիքում 15 միլիոն է։ Միջը քաղաքացիություն ստանալ էլի այդ երեխան, որ բանանում, դա ստանում են դպրոցական ժամանակից, այսինքն ավելի փոքր տարիքից կտանեն կվերջնե կգնա։ Չէ, քաղաքացիությունը դու ստանում ես, հենց որ դու ծնողներդ քաղաքացի ես, դու ես քաղաք, ծնվում ես քաղաք։ Այդ մի բեռը արդեն քո վրա կա, դու արդեն 15 միլիոն պարտք ես։ Ընդհանրապես տարբեր եղանակներ կա, հիմա կարամ հուշեմ, ասենք, որոշ դեբիլներին, ովքեր որ իրանց երեխեքին կարան ինվալիդացնելով այդ բան անեն, կարան առավոտի ծիրիգուն 1-2 տարեկանից ասենք մի զամուղ խմցնեն ու երեխեն 40 կիլոից ավել քաշ չունեն, այլ 18 տարեկանում ու իրան չեն տանի։ Ես վստահ եմ, դուք այդպեսի դեպքեր գիտեք, որովհետև ես գիտեմ գոնե մեկ այդպեսի դեպք։ Գիտեմ, ցավալի է, բայց գիտեմ։ Կարան առավոտի ծիրիգուն ասենք գարմանար սնունդով կերցնեն, որ ասենք 18 տարեկանում ինվալիդ լինի, ասենք 140-150 կիլոնոց, իրանց էլ բանակ չեն տանի։ Կարան այտենց էշեր լինեն, որ իրանց ասենք երեխաներին ինվալիդացնում են ցմա դատապարտելով տանջալի կյանքի կարան լինեն ասենք ես չեմ կարծում որ այս օրենքի մեջ մենք պիտի մենակ բացասականը տենանք ես ոչ թե շատերին մանավանդ այսօրվանից հետո ասենք կարող թվա բան էլի ես պաշտպանում եմ ինչ-որ ձևով այն մարդկանց ովքեր որ այսօր համացանցում մի քիչ անշտորտ բառեր են գրել ես ոչ մեկին չեմ պաշտպանում ոչ մեկին չեմ պաշտպանում ես փորձում եմ ռացիոնալ լինել որտեղ ռազմական գործը դա ռացիոնալիզմի մասին է եթե ռացիոնալ չես դու ոչ թե պարտվելու ես այլ քեզ ծեծելու են բռնաբարելու են մորթելու են ինչ ասես անելու են պետք է ռացիոնալ լինես Եթե մենք ռացիոնալ ասենք լինենք, կգանք ամենակիչը դրան, որ շատ սխալ որոշում ա կայացվել, բանը ժամկետները կրճատելու։ Այդ բանը Սովմինը ժամկետները կրճատեց։ Այնտեղ ժամկետները ավելի մեծ էին, այնտեղ կես տարի, մի տարի, 1.5 տարի դարձրեցին 1 ամիս, 4 ամիս։ Դա շատ սխալ է։ Երկրորդը հստակ չկա, ասենք առաջնահերթությունը։ Ես հասկանում եմ, ասենք սոցիալական անարդարությունը վատ բան է, բայց պատերազմը ամեն ինչ հարթում է, ասեմ ձեզ։ Ուղղակի ժամկետային ծառայությունը կարա բեր թվա, կարա թվա անարդարությունը, սենց է, անենց է, բայց երբ որ մարտի դաշտում, մերգու մարտակում անձնակազմի մոտավորապես 30%-ը բանակում չէին ծառայել տարբեր պատճառներով, այդ թվում օրինական ուրեմն 20%-ը բարձր աշխատավարձի տեր սոցիալական բավականին բարձր սանդղակ, ասենք զբաղացնող մարդիկ էին, տնօրեններ, ծրագրավորման ֆիրմաներ եւ կամավոր էին եկել, то есть այդ սոցիալական անարդարությունը ավելի շուտ այդ ժամկետային ծառայության վաղ կարա լինի, բայց պատերազմի ժամանակ սոցիալական անարդարություն չի լինում, որովհետեւ այդ նույն փող ունեցողներն հիմնականում տոկոսայինը նույնն է, այլ ասենք, որ շերտում ուզում ես վեկալ, տոկոսայինը նույնն է, կամ մարդը, կամ էլ ասենք կենթանական բնազներով է շարժվում։ Այդ մարդկանց տոկոսը բավականին բարձր է նաև փող ունեցողների մոտ։ Ստե վատը այն է, որ մենք պայմաններ կարող է ստեղծենք, որ որոշ փող ունեցողներ իրենց զավակներին թույլ չտան, որ իրանք մարտունակություն ձեռք բերեն։ Չկա այն կետը, որ պարտադիր իրենք պետք է ասենք տարին 1 կամ 1.5 տարի 1 25 օրյա հավաքներին մասնակցել։ Ես մտածում եմ այդ իրենց զավակների տղամարդ դառնալու մասին եւ տղամարդը չզոհվելու մասին։ Հասկանում եք, դուք հիմա տարբեր հարցեր եք բարձրանում, բայց ես շեշտը դնում եմ դրա վրա, այդ մարդը պիտի կենսունակ լինի։ Այդ երիտասարդը, որը տղամարդ դառնալու ասենք կամ չի հասցնի ամբողջությամբ բանակում դառնա, որտեղ քիչ է ծառայելու, ինքը պիտի հնարավորություն ունենա կենսունակ, մարտունակ տղամարդ դառնա մոտակա տարիներում։ Շվեյցարիայում օրինակ ասենք մինչև 60 թե 55 տարեկան ասենք ծառայություն այդում։ Ու դա նորմալ է, առաջի կես տարին ասենք բանը, կես տարի են ծառայում, հետո մենք մեզ չենք կարած Շվեյցարիայի մոդելը թույլ տանք, մի տարական բանի պատճառով, մենք ունենք թուրք շրջապատ։ Դու պիտի ունենաս որոշակի ժամկետային զինծառայություն, որը որ ամենը մարտունակն է։ Հիշենք Վիետնամում ով էր կռվում, ժամկետայինները, հիշենք Աֆղանստանով գրավեց ժամկետայինները, то есть ժամկետայինից լավ զինվոր չի լինում,
Սա հարցն է ով է իրան սովորացնում։ Եթե մեր պլած բանակի, ասենք, սպաները, որոնք ասենք առավոտից իրգուն շարային են քայլեցնում կամ էտել չեն կարող անեն, որովհետև ասենք դուխները չի հերիքում զինվորների հետ ցրուցեն, դա շատ վատ է։ Իսկ եթե դու գրագետ սպայական կազմ ունես, տղամարդկային պակասը իրանց մոտ ասենք չկա, եթե դու ունես ասենք սոցիալական պատվեր, այս տղաներին տղամարդ, կենսունակ տղամարդ դարձնելու, իսկ երկիրը կարծում եմ ասենք պիտի, ասենք իր բնակչությունով այդ սոցիալական պատվերը ձևավորի, ամեն ինչ նորմալ կլինի, նույնիսկ եթե 1 տարի ծառայություն անելով, ասենք փողմոցվեն մարդիկ եւ մի քիչ շուտ վերադառնան տուն։ Վերջապես կարծում եմ օրերից մի օր բոլորն են 1 տարի ծառայություն անելու, բոլորը։ Պարոն Սահակյանը նշեց, որ սահմանապահը դա մեր դեպքում այնքան էլ լավ չէ։ Ես օրինակ ճանաչում եմ մարդկանց, հրահանգիչ են աշխատում բանակում, իրենք ասում են, որ տեսլական այսպեսին է։ Եթե մենք ուզում ենք, որ մենք ունենանք իրոք պատրաստված զինվորներ, խոսքը գնում է զորակոչվածների մասին, պետք է այնպես անենք, որ սահմանը 100%-ով սահմանապահը պահի, իսկ մարդիկ գնան բանակ, անցնեն զինվորական ծառայություն, ոչ թե պոստում նստեն, դիրքերում ավտոմատը ձեռը, հա, այդ ռեժիմը պահեն, որտեղ ոչ մի բան չեն սովորում, այլ գան եւ սովորեն։ Եվ լուծումը այստեղ է։ Խնդրեմ ձեր լուծումներից մեկը, այո, ու շատ ասենք հեշտ լուծում է, մի քիչ ավելի հեշտ լուծում է իհարկե, ասենք ժամկետային ծառայությունը կրճատելով ավելի շատ հավաքներով անցկացնելը, որտեղ ժամկետային զինվորականին պահելը ավելի թանկ է նստում, ասենք մի տարի իրեն ծառայացնելը, քան 12 անգամ մի ամսով ռեզերվիստ բերել։ Բայց այդտեղ մենք նորից գալիս ենք հասնում ենք այն խնդրին, բախվում ենք, որի մասին մենք խոսում ենք, չէ՞ որ այդ 25 օրյա հավաքներին մասնակցում են միայն ծառայացները։ Իսկ հիմնական մասը դուք երկուսով ասում եք, որ շատ քիչ մարդ է որ ազատվում է։ Ես չեմ կարծում, որ քիչ է, որովհետև հիմնական մասը չէ մասնակցում։ Ինչու չեն մասնակցում, որովհետև չեն ծառայել։ Բերեք այդ հարցը ինչ է ստացվում։ Ինչ է ստացվում։ Ստացվում է, որ այն մարդիկ, ովքեր ծառայել են, նորից գնում են 25 օրյա հավաքների, իսկ ովքեր չեն ծառայել, ու իրականում շատ լավ էլ առողջ են, ինձանից եւ ձեզանից 1000 անգամ առողջ են, իրենք չեն գնում։ Հենց այդ հարցերը տեսեք, մենք հաղորդման վերջում են գալի, ասում են խորքային պատճառները, դա բանը։ Պետք է հասկանալ ընդհանրապես հենց հիմքում դնել են բոլոր քննարկումների, թե ինչու են մարդիկ նախ խուսափում պատերազմից։ Հա, կներեք, ոչ թե պատերազմից է։ Լավ ասացիք։ Պատերազմից է խուսափելը դե շատ նորմալ է, բայց մեր հարևանները ոնց որ մինչև այդ հնարավորությունը թույլ չեն գալիս, չէ՞ որ պատերազմից մենք խուսափում ենք ու դա նորմալ է։ Թուրքը պարտված երկիր պատերազմի մեջ լինելով 3 անգամ չէ 2.5 անգամ աճացրեց իր բնակչությունը, մենք դոփում ենք տեղում։ Իսրայելը 70 տարի պատերազմի մեջ լինելով դեմոգրաֆիական խնդիրը ձեր միտքը խնդրեմ ավարտել։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ մենք 20 թվականի պատերազմից հետո ես հիշում եմ նարատիվները, որ հիմնական այդպես քննարկումներ եւ հանրային դաշտեր այդպես սկսվում, այդ էներ, որ ոչ միայն մեր 10 տարեկանները պետք է գնան բանակ միայն, այլև այդ բեռը, այդ ծանր բեռը պետության անվտանգության ապահովումը պետք է հավասարաչափ բաշխվի նաեւ մնացած տարիքային այլ սեգմենտի տղամարդկանց վրա սա մեկ եւ նաեւ կանայք պետք է նաև մասնակցություն ունենան պետության անվտանգության ապահովմանը։ Այդ քննարկումից մենք եկանք հասանք այս հիմար օրինակցին, որտեղ փողով կարելի է ուղղակի փախնել ծառայությունից եւ մնան այնտեղ մենակ աղքատները։ Պատկերացիք, չէ, ինչ բացասական sense բան ա եղել, անկումը տեղ ունեցել այդ առողջ քննարկումից, այդ դրական պետությունը պաշտպանելու բանը, մենակ դա շարունակելի է։ Հիմա մենք ավարտենք դուք ձայնի իրանք ունեք։ Փողը տանք քաշվենք դրա կոպիտ ասած, հա։ Ես ուզում եմ այստեղ բան Վարդանովն էլ ասես, դուք էլ եք ասում եւ մնացած ռացիոնալ այդ քննարկումների մեջ էլ էլի բանը կա այդ ողջամիտությունը Մարդիկ ուզում են բարեփոխումներ, բանակը, այն բանակը, որ այսօր ունենք, իրապես չի համապատասխանում այն կրվաներին, որ կան մեր հարևանները, որ մեզ պարտադրում են։ Հետևաբար լուծումներ է պետք եւ դրական լուծումներ է պետք, իսկական բարեփոխումներ են պետք։ Իսկ փողը տալ եւ փախնել դա լավագույն լուծումը չի։ Մի բան եւս ավելացնեմ, էլի հարուստը Տեսեք, պարոն Վարդանովն ասում է, չէ՞, որ երբ որ դու գնում ծառայում ես, բան դառնում ես, առնականություն ես ձեռք բերում եւ այլն բան։ Հարուստը ինքը ոչ առնական հարուստը, հա, այդ մանավանդ ինքը ավելի հեշտ, ավելի լավ թիրախատշնամու համար, քան թե բանա գնացած ծառայած կամ բանը ասենց էլի ինքնապաշտպանության ունակություններ ձեռք բերած մարդը, հասկանում եք, որտեղ եթե աղքատին կարան ուղղակի տենց, չգիտեմ, սպանեն կամ ասեն դե լավ օրիգինական տանեն գերի պահեն, ոնց որ հիմա շատերին գերի են պահում, հարուստին համ գերի են պահելու
Համ փողերն են քամելու, համ չգիտեմ լիքը ուրիշ ինչ-որ հարցեր են լուծել, հասկանում եք, այդ փողը տալ ծառայություն չգնալ, պետության պաշտպանությանը մասնակցություն չունենալ, մենակ փողով հարցը կարա լուծել։ Հասկանալի։ Պարոն Այգ, տեսեք, մենք արդեն մոտենում ենք մեր հաղորդման տրամաբանական ավարտին եւ այստեղից վերջի հարցը, որպեսզի մեր հեռուստադիտողները մեզ չմեղադրեն ջուր ծեծելու մեջ, խոսենք նաև լուծումներից։ Օրինակ, ես այսպես եմ կարծում, ես այստեղ տեսնում եմ որոշ դրական գործոններ, ինչու եմ տեսնում, նաև կա շատ բացասական։ Միայն մեկ դեպքում, եթե սա լինի ընդհանուր մեծ ծրագրի, բարեփոխումների ծրագրի մաս, այսինքն երբ որ դու հնարավորություն ես տալի ինչ-որ մեկին ազատվել բանակից ծառայելով 1 ամիս կամ 4 ամիս, դու պետք է հասկանաս ինչի համար ես դա անում եւ ինչպես է դա ինտեգրվելու այդ որոշումը քո ընդհանուր տեսլականի մեջ, բանակի զինված ուժերի զարգացման։ Հարցս հետեւյալն է. Պարոն Սահակյան, պարոն Վարդանով, ինչպես եք դուք պատկերացնում այդ բարեփոխումը։ Ինչպես պիտի արվի այդ բարեփոխումը ընդհանուր, որպեսզի մենք ունենանք մարտունակ բանակ, որից հնարավորինս քիչ մարդիկ փախչեն, գումարով կլինի, թե անվճար կլինի, ինչպես անենք դա, լավ, ինչ որ մի փորձենք, ինչ որ մի հայտարարի գալ, ես հասկանում եմ, որ շատ դժվար հարց է։ Խնդրեմ։ Համապարփակ անվտանգության այդ համակարգի ներդնումը դա մի քիչ բարդ է հնչում, էլի համապարփակ։ Կարելի ասել ավելի հաստատակ, որ հեշտ մեզի հասկանան։ Երկիրը պիտի ամրոց լինի, ազգը պիտի բանակ լինի։ Դա այդ համակարգնենք, այո, դրա համար պետք է օրենսդրական կարգավորումներ, միջև դա չլինի, սա չի լինելու։ Ինչպես անենք։ Սա կարգավորումներից մեկն է։ Մեզից բացի ուրիշ ոչ ոք չի կարող ապահովել։ Հետևաբար եկեք հատ-հատ մտածենք այդ բոլոր խնդիրները։ Չի ցանկանալու, այո։ Եկեք հատ-հատ դնենք, հատ-հատ բարձրացնենք, լուծումներ տանք եւ անցնենք առաջ, էլի փախնելուց, խնդիրների փախնելուց։ Խնդիրը չի կորելու։ Լուծումներ կան, այդ լուծումների մասին լիքը խոսացող մարդիկ կան, ուղղակի այդ ռացիոնալ քննարկման տեղը չկա, հասկանում եք, որովհետև երբ որ sense ասենք վարչապետը հելում ամենառոտ մի հիմար բան է խոսում եւ ամբողջ մեր հանրային ինտելեկտուալ sense այդ ամբողջ ռեսուրսը գնում է հիմարությունը մեկնաբանելու կամ բանի համար, այսպես խնդիրները մնում են։ Դա մենք դրա համար այսօր խոսում ենք ոչ թե վարչապետի գրառումների մասին, այլ այս թեմայի շուրջ։ Դրա համար ենք մենք դա անում։ Մի քիչ առաջ լուծումներից երկուսի անունը տվիք։ Կանանց ծառայությունը։ Կանանց ծառայությունը, այո։ Այդ լուծումներից ամենալավներից մեկն է, միակը չի իհարկե։ Կանանց ծառայությունը կբերի կատ մինիմում, որ լափառոշ բերանները չբացեն զորքի առաջ։ Բարոյ հոգեբանական վիճակը կկարգավորվի։ Այո, այո։ Դա մեկ։ Հնարավոր չի չհամաձայնվել։ Այդ ամենակարևոր բաներից մեկն է։ Ես հիշում եմ sense մի բան, սովետական զորքերը երբ որ ներթափանցեցին Աֆղանստան, ես դրանից արդեն մի 4 տարի հետո էի ծառայում եւ սպայական պաշտոն զբաղեցնելով առանձին դասակի հրամանատար, չնայած սերժանտ էի, ուրեմն պրիկազ по части որոնում էր, կար կոմանդիրսկի հատված, սպայական հատված կար, զորքերի որ կարդում էին։ Զորքերին ծանր հանցանքների վերաբերյալ, ասենք, հրամաններ էին կարդում, ես ինչ հանցանքն ա եղել, եսի դատվել, ասենց, իսկ սպաներին, հրամանատարներին, ասենք, որոնք սպայական պաշտոն էին զբաղեցնում, ստատիստիկա էին մեկ ներկայացնում, դե ստատիստիկան այն բանը չի, որ պետք է զորքին տաս։ Իրան պետք է էմոցիաների վրա ազդես, ասենք, насознательно сдавить, ոնց որ ասում են։ Ու 16 հոգու մասին խոսք էր ետում կոնկրետ մի զորամասից, որոնք որ իրենց հրամանատարներին սերժանտ եւ արծար գնդակարել էին մեջքից որտեվ անարդար են եղել, որտեվ լավը չեն եղել եւ այլն։ Զորամասը, որը որ ներթափանցել էր Աֆղանստանի տարածք, առաջի 2 թե 3 ամսվա ընթացքում 16 սպայ սպանվել մեջքից։ Իրենց դատերը ուղղակի վերջացան արդեն 85 թվականին ու այդ դատերի ոնց որ ասած բանա բրիգավորը բան այդ մեզ բանա կարդացին էլի ու ստատիստիկա ներկայացրեցին։ Ուզում եմ ասեմ, եթե մի քիչ ավելի խելամիտ լինեն հրամանատարները, լափառոշ բերանները չբացեն, զորքերը մի քիչ ավելի կայուն կլինեն, ավելի հակված կլինեն իրենց պարտքը տալ։ Օրինակ, ես շատ հաճախ լսում եմ բավականին տհաճ նախադասություն ում համար ես գնացեք կռիվ, թե 90-ական թվականների հետ կապված, թե 20-ական։ Ու հիմնականում նկատի են ունենում, ասենք, քաղաքական տարբեր գործիչներին, ու հիմնականում այդ վաղ ամենատահաճ քաղաքական գործիչներին 90-ական թվականներին կամ 20-ական կամ շատ հայտնի։
Դե բնականաբար ես իրանց համար չեմ գնաց։ Այն վաղ գնում էի սկզբից ասենք հայրենիքի համար, հետո հայրենիքի եւ իմ ասենք զավակների համար, որոնք հասցրեցին ծնվեն, հիմա արդեն հայրենիքիս, զավակներիս եւ թոռներիս համար։ Այդ մարդիկ ասենք փոխվում են, հայրենիքը կայուն, ստաբիլ, ասենք կոնստանտա է, ու անգամ այսքան փոքրացած ինքը մեկը մեր համար շատ կարևոր է, որովհետև ինքը բավականին լուրջ երաշխիք է, որ մենք չպրծանենք, որ մենք չվերանանք այս երկրագնդի վրա։ Ես ուզում եմ սենց կամաց բերեմ դրան, էլի, որ պիտի բարոյականաբանականի վրա լուրջ աշխատես։ Մեր զամպալի կադրերի հետ աշխատող բաները հիմնականում մարդ բռնող են։ Խմելու Ես չեմ ուզում պատմեմ իմ զամպալիտների մասին։ 2 տարվա ընթացքում մի անգամ մենք չենք ունեցել զամպալիտի աշխատանք մեզ հետ։ Զորամասի զամպալիտի մասին խոսքը։ Մի անգամ այդ մարդը մեզ հետ չի զրուցել։ Լավ աշխատել է եկեղեցու սպասավորը զորամասում, ասենք գրեթե բոլոր զորամասերում, որտեղ ես հարցրել եմ, կապելանը, գնդերեցը միակ զամպալիտի ոնց որ ասած ֆունկցիաները կատարող մարդն է։ Զամպալիտները կան հիմա, ինչքան կան միջև։ 20 թվականին օրինակ մեր գումարտակը նշանակել էր գնդերեց, ոնց որ ասած հասարակական բաներով եւ ունենք մենք գնդերեց, բայց զորքեր 4 գնդերեց ասված 20 թվականին անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալները կան հիմա։ Հա, բավոն։ Անձնակազմի հետ տարվող աշխատանքները տիպ եւ գնդերեցը իրենց ֆունկցիաների մեջ է։ Այ իրանք աշխատում են զամպալիտը չէ, զամպալիտը ավելի շատ աշխատում է որպես ռազմական ոստիկանության ցած փոխարինող, էլի, ցած ասեմ։ Մեր մոտ շատ բաներ խեղաթորված էլի ազգային անվտանգությունը զբաղվում է ասենք մանր հանցագործություններով չէ բանակում նկատի ունեմ խմած զինվոր կամ ասենք արաղով նկարահանված զինվորներ դա իր ֆունկցիաները չի իր ֆունկցիաները լրտեսների դեմ ու ճեշկի ինֆորմացիայի բան իսկ լուրջ բաներ կան պետք է ավարտենք խնդրել այդ ամեն ինչը այդ բանը եթե մենք սաղ զբաղվենք մեր գործով դա կլինի բարեփոխման ոնց որ ասած հիմք է, բայց հետն էլ պիտի անպայման ավելացվի կանանց ծառայությունը, ոնց որ մի քիչ առաջ խոսացինք, ինչ ձևով իհարկե այս խեղաթուրված վարիանտը չէ, այն որ իմ մոտ կոգնիտիվ դիսոնանս առաջացնում այդ կամավոր պարտադիր ժամկետային ծառայություն, ես լավ չհասկացա։ Անհասկանալի բան է։ Մի քիչ հակասող ձևակերպումները կարող է փոխեն, մտնի գլխիս մեջ, հլվոր չի մտնում, ես երևի բանը սխալ եմ, ասենք, հասկանում էլի այդ բառերը ինչ են նշանակում։ Պիտի նորմալ կանանց ծառայություն իհարկե իրենց մեր մոտ ասենք աղջիկի թիվը բավականին մեծ է եղել, բայց մենք իրենց կոնկրետ ֆունկցիաների վրա ենք ասենք դրել եւ իրենց կարևորությունը, ասենք բուժկետերում, պրաչեշնիում, խոհանոցում, ասենք նորմալ կատարել են, ճիշտ 10 աղջիկ էլ ունենք, դա արդեն 20 թվականից էսյան, ջերմուկի դեպքերի ժամանակ, բայց բանը դիրքի հավաքել ենք ունեցել միջվելոց աղջիկ։ Նորմալ փորձով էլի բնական է բնեյս չէին իրան նշանակել, մենք ենք նշանակել իր փորձը հաշվի առնելով եւ այլն։ Աղջիկի ծառայությունը պարտադիր, շարայինը պիտի ոչ թե իսպար sense վերածվի զինվածությունում, այլ զինված ուժերում։ Կուլտ չլինի զինված ուժերում։ Շարայինի։ Գիտես ինչի՞։ Ես շատ լավ շարային եմ անում, գիտեք։ Ես հիմա շատ լավ շարային կարող եմ անել։ Ես էլ կարող եմ, 25 տարի է անցել։ Այդքան չեմ անցել, ես միջև հիմա կարող եմ, որտեվ ինձ լավ են սովորացել։ Ու շարայինը ինձ սովորացրել են սկզբից նորմալ քայլել, հետո շարայինի հրամանները ոնց է օգտագործում մարտի դաշտը։ Մեզ դա չեն սովորացրել։ Բայց հա լավ շարային անել։ Ես 2 տարվա մեջ 20 հատիկ եմ կրակել, 20 հատիկ։ Շարայինի մասը տեխնիկայի մեջ տեղ զբաղեցնել է։ Բան Վարդանով ավարտեք խնդրում ձեր խոսքը։ Բարեփոխումները շատ են, որ պիտի արվեն, այն ինչ որ արվում է, ինձ թվում է դա բարեփոխումներ չեն, դա փորձ է բարեփոխումներ անելու։ Բանը, եթե հիշում եք, մի նախարար ունեինք պաշտպանության, որը բարեփոխումների ծրագիր սկսեց եւ ավելի փորձեց բանակը գրավչությունը իր բարձրացնի, վրեն սխալ անուն դրեց այդ իր ծրագրի վրա, ազգ բանակ, որտեղ դա ազգ բանակի մասին չէր խոսքը, դա բանակու կիրառվող ծրագրեր էին, էլի, ասենք ոչ թե
ազգը բանակի մի մաս դառնար ու եւ հակառակը։ Բայց այդ ծրագրերը բավականին կոմպլեքս էր, էլի, ասենք, պիտի կոմպլեքսի մեջ ամեն ինչ։ Ազգ բանակ պիտի կառուցենք, իրական։ Անպայման պիտի համ իրավական, համ իրական ազգ բանակ կառուցենք։ Երկիրահանրոցներ դա մենակ ոմայի կառուցած գմբեթները չի ու պաշտպանության նախարարության են մեծ թիրախները արսիլերիայի համար որ կա չէ դա նաև ցանկացած մակարոնի արտադրություն ասենք որտեղ ինչի է վերածվում ցանկացած դռան ու մեբելի արտադրողը ինչա սկսում արտադրել նույն ինչ քննարկվում է համապարփակով մոտավորապես այո դե այդ համապարփակ ասենք անվտանգության եւ պաշտպանության համակարգը դա զուտ բառեր չեն դրա մեջ պիտի ընդգրկված լինեն բոլորը, նույնիսկ 3 տարեկան երեխաներ։ Շնորհակալություն, պարոն Վարդանով։ Պարոն Սահակյան, ավելացնեք բան ունեք։ Այո։ Մենք լրջագույն թերությունների մասին խոսվեց այստեղ, ես դրանց կավելացնեմ մեր սպայակազմի որակը, հա, այդ շատ կարևոր է, բանը սովորական են սպայից մինչև գեներալ, մենք այս 20 թվականի պատերազմում տեսանք, հա, որ զինվորը, շարքային զինվորը ինքը հանձնուրաց մինչև վերջ իր խնդիրը կատարեց ինչքան հնարավոր է։ Բայց տեսանք լիքը սպաներ, ովքեր շարեցին դա, իհարկե խոսքը բոլորի մասին չի։ Սա մեկ, երկրորդը բանակի կառավարման ձևը, հա, մենք մեր բանակին պետք է մոբիլություն հաղորդենք ավելի, ունենք այն միտքը, որ դուք ասում եք, որ պետք է ասենց անպայման շարային կանգնած լինեն բանի։ Չգիտեմ, դա իլյուցիաներից մեկն է, բայց ես նախընտրում եմ ավելի կարի հիմա տեխնիկան մեզ հնարավորություն է տալիս, որ այդ զինվորը որ խրամատում տես կանգնած է ինքը այդտեղ հալ բան չունի, ֆիզիկապես չմաշվի, իր փոխարեն որոշակի տեխնիկական լուծում լինի, զինվորը ավելի մոբիլ ինչ-որ բան ֆունկցիաներ կատարի։ Այս ռուս-ուկրաինական պատերազմը ցույց է տալիս, որ բաները փոխվել են, հələ գծային այդ պատերազմները այլևս տենց ոնց որ իմաշնի առաջնահերթությունները փոքր մոբիլ խմբեր իրենք ավելի շատ ավելի լուրջ խմբեր են կատարում, շատ ավելի լուրջ հարցեր են լուծում, հա, ավելի խորության վրա եւ այլն, տենց չգիտեմ, մեր բանակը ամբողջությամբ պետք է վերափոխվի եւ դա ինչ որ մի հատ падգամավորի բանը տենց նախաձեռնությամբ դժվար լինի, առավել եւս կոլաբորանտ կառավարիչների միջոցով մենք դրան չենք հասնելու, իրենց կփոխենք խնդիրները կդնենք մեր առջև, որ մենք պետք է ինքնուրույն մենք մեր ուժերին հավատալով մեր անվտանգությունը ապահովենք, այդ ժամանակ էլ այդ հարցերը կլուծվեն։ Շնորհակալություն, պարոն Սահակյան։ Ժամանակին դեռ Նիկոլո Մաքիավելին ասում էր, որ եթե դու չես կարող ամբոխը զսպել, պետք է այդ ամբոխը փորձես կառավարել, կառավարիր այդ ամբոխը։ Ես կարծում եմ, որ իրականում այս նախաձեռնության տակ հիմքում ընկած է մոտավորապես այսպիսի մի ցանկություն, եթե մենք չենք կարող զսպել կոռուպցիան, այն էլ պաշտպանության նախարարությունում, այդ համակարգում, որը բավականին արատավոր է, բարի հասկացության լավ իմաստով պետք է գլխավորես այդ գործընթացը, որպեսզի այդ գումարները գոնե հոսեն ոչ թե առանձին մարդկանց գրպանները եւ նրանում դղյակներ կառուցեն, այլ ուղղակի գնան պետբյուջե։ Ես կարծում եմ իրականում այս մոտեցումը ողջամիտ է, եթե այն հատվածաբար չի կիրառվելու, այսինքն պետք է ընդհանուր ռազմավարություն այդ նույն համապարփակի շրջանակներում օրինակ, որպեսզի մեր երկիրը իրականում դառնա ամրոց եւ ազգ բանակը լինի ոչ միայն մի արտահայտություն, այլ իրականություն։ Օրինակները շատ են, մենք շատ ենք քննարկել եւ Իսրայելի օրինակը, եւ Շվեյցարիայի օրինակը, Ֆինլանդիայի օրինակը, մնում է միայն այդ օրինակները ճիշտ ընդօրինակել եւ կիրառել։ Այսպեսին էր մեր այսօրվա բանավեճը, մեր հյուրերն էին քաղաքագետ Հայկ Սահակյանը, շնորհակալություն պարոն Սահակյան, ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը, շնորհակալություն պարոն Վարդանով, ես Դավիթ Ստեփանյանն եմ, կհանդիպենք։